Ավելի քան մեկ տարվա դադարից հետո պատարակում է գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ 7 վերք եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարակ մատուցվեց։ Օգոստոսի 16-ը հայ առաքելական եկեղեցու օրացույցում Աստվածածնի վերափոխման տոնն է։ Վարդավառից հետո եկեղեցական կարևոր տոներից մեկը, որն ուղեկցվում է նաեւ խաղողորնեկի ավանդական կարգով։ Սակայն այսօրվա պատարակը Գյումրիում առանձնահատուկ էր ոչ միայն տոնի խորհրդով։ Ավելի քան մեկ տարվա դադարից հետո հավատացյալները կրկին լսեցին Շիրակի թեմի առաջնորդի քարոզը հենց Սուրբ խորանից։ Աստվածամոր այսօրվա վերափոխման տոնի խորհուրդը նույնպես մեկ անգամ ևս մեզ կոչում է խնդրելու համար ներում խնդրելու համար մեր հանցանքներին։ Եվ մենք այսօր Սրբազան խորանի առջև խնդրեցինք մեր և ձեր բոլորի հանցանքների համար ներում Տիրոջից։ Որովհետև Տերն է, որ կարող է միայն ներում շնորհել։ Ինչու, որովհետև Տերն է, որ կարող է միայն պատժել։ Մարդը մարդուն պատժել չի կարող։ Սրբազանի խոսքում Աստվածամոր վերափոխման խորհրդի կողքին առանձնահատուկ տեղ ուներ ներման ճշմարտության եւ փորձությունների միջով անցնելու թեման։ Այսօր երբ որ մեկ անգամ ևս եւ առավոտ եւ երեկոյան ամեն օր 5 օր շարունակ այս աղոթքը մենք պետք է հնչեցնենք ասելով Հայրսու, աղաչիր քո որդուն, որպեսզի ների մեր հանցանքները, ոչ թե միայն իմ սեփական հանցանքները, այլ իմ մոտիկի, իմ դիմացինի, իմ մտերիմի, իմ բարեկամի, նաև իմ թշնամու, որ ինձ թշնամի է համարում, ոչ թե ես իրեն թշնամի եմ։ Նաև նրան ների, ով ինձ իրեն թշնամի է համարում։ Այսօր մեկ անգամ ևս վերստի եկեղեցի ներման, ներողության, խաղության և թողության կոչ է անում համընդհան։ Այս վերջին մեկ տարվա ճանապարհը Սրբազանը ներկայացրեց ոչ թե որպես կորստի կամ պարտության շրջան, այլ որպես փորձություն, որի միջով իր խոսքով անցել է հավատով եւ Աստծո հովանավորությամբ։ Հետևաբար այն ամեն ինչ, որ կատարվում է մեզ հետ, կատարվում է աստվածային կամ տնօրինության կամ արտոնության։ Եվ մենք պարտավոր ենք դա ընդունել իբրև նվեր և օգուտ քաղել այն ամենից, ինչը որ մեզ տրվում։ Հետևաբար այսօր Սուրբ խորանի վրա կանգնած ինձ մոտ չկա կսպից, դառնություն, այլ կա ուրախություն, ցնծություն, մխիթարություն, որովհետև Տերը նաև ցույց տվեց մեկ անգամ ևս, ապացուցեց մեկ անգամ ևս այն ճշմարտությունը, որ որտեղ ներությունն է, այնտեղ իր ողորմությունը ավելի առատ է։ Եվ մենք վայելեցինք իր ողորմությունը այս մեկ տարվա ընթացքում ամենայն առատությամբ և գոհություն ենք ընծայում իրեն։ Եվ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ որ մեզ տվեց և ինչի մեջով որ անցկացրեց մեզ ապահով և անվտանգ։ Պատարակի ավարտին եկեղեցում տեղի ունեցավ նաև Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող խաղողորնեկի ավանդական կարգը։ Միքայել arczepiskopos Աջապահյանի վերադարձը Սուրբ խորան տեղի է ունենում նաև նրա քրեական գործի նոր փուլում։ Հունիսին վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը անփոփոխ թողնելով բացակայելու արգելքը։ Միաժամանակ դատարանը բեկանել էր նրան իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար 2 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործ ուղարկել նոր քննության։ Օրերս սակայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք ընդդեմ վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ին կայացրած որոշման։ Գլխավոր դատախազը չի համաձայնել վերաքննիչ դատարանի որոշմանը եւ վճռաբեկ դատարանից խնդրել է այն բեկանել։ Աստղիկ Խաչատրյան, Ռայել Ազարյան, այսօր։